Աստված իմ սրտի մեջ դրել է եկեղեցու երկու կարևոր հատկության մասին խոսալու։ Դրա համար ուզում եմ կարդալ Հայտնության երկրորդ գլխից։ Փառք ասում, որ մենք սկսել ենք Հայտնության գիրքը սերտել, սերտողություն չեմ անցկացնելու, ռուսստեղից բան ունենք սովորելու։ Եփեսացիս եւ Պերգամոն եկեղեցիների մասին եմ խոսալու, համեմատություններ եմ անելու։ Եփեսոսի մասին։ Եփեսոսի մեջ եղած եկեղեցու հրեշտակին գրե, այսպես է ասում անիկա, որ իր ձեռքի մեջ 7 թաստեղեր ունի եւ 7 ոսկեղեն աշտարակների մեջ կպտտի։ Գիտեմ քո գործերդ, աշխատությունդ եւ համբերությունդ, որ շատերուն չես կարող տանել եւ փորձեցի նրանք, որ ասում են թե առաքյալ են ու չեն եւ գտար որ ստախոս են։ Համբերություն ունենալով նեղություն կրեցիր, իմ անվանս համար չթուլացար։ Բայց քեզի դեմ մի բան ունեմ, որ քո առաջվա սերը ձգեցիր, թողեցիր։ Միտքդ բեր հիմա որտեղից որ ընկար ապաշխարե եւ քո առաջվան գործերը գործե։ Եթե ոչ շուտով պիտի գամ քեզ եւ քո աշտանակդ իր տեղեն պիտի շարժեմ, եթե չապաշխարես։ Բայց սա ունես, որ Նիկոսյան գործերը կատես, որոնք ես էլ կատեմ։ Անորական ջունի, թող լսե հոգին ինչ է ասում եկեղեցիներին։ Անոր հաղթե, անորուտել պիտի տամ այն կենաց ծառեն, որ Աստծո դրախտի մեջ է։ Փառք մեր Տիրոջը։ Մենք ստեղից հասկանում ենք ժողովուրդ ջան, ըստ Գործ Քառաքելոց 20-րդ գլխի 29-ից 31 խոսքերում, Պողոս առաքյալը, եթե հիշում եք, ինքը հիշեցնում ասում է, որ ինձանից հետո հափշտակող գայլեր պիտի մտնեն եկեղեցու մեջ, որոնք պիտի չխնայեն հոտին։ Զգուշացնում է, որ նման բաներ պիտի լինեն։ Այսինքն կեղծ ուսուցիչներ պիտի լինեն։ Եվ այն նույն բանը եփեսացիների եկեղեցում եղավ։ Եվ գրում է 2-ից 3 համարներում, գիտեմ քո գործերդ, աշխատությունդ, համբերությունդ, որ չարերուն չես կարող տանել, փորձեցիր, որ նրանք ասում են, թե առաքյալ են ու չեն, եւ գտար, որ ստախոս են։ Եվ հետևանքը համբերություն ունենալով նեղություն կրիր իմ անվանս համար եւ չթուլացար։ Այսինքն այդ կեղծ ուսուցիչները փորձել են եկեղեցի մտնել, սակայն եփեսացի քրիստոնյաները քննել էին նրանց ուսմունքը եւ մերժել էին, չէին ընդունել։ Լավին արե թե չէ։ Շատ էլ լավին արե։ Եվ առաջի Հովանու 4-րդ գլխի առաջի ամարում գրված է։ Առաջի Հովանու 4-րդ գլխի առաջի ամարում գրված է. Սիրելիներ, ամեն հոգու մի հավատացեք, հապա հոգիները փորձեցեք, թե արդյոք Աստծուց են, թե չէ։ Եվ տեսնում ենք Եփեսացիս եկեղեցին լավ քններ էր նրանց ուսմունքը եւ մերժել էր։ Տեսել էր, որ Աստվածային չէ, դրա համար էլ չէին ընդունել։ Դրա համար էլ Քրիստոսը գովեստի խոսքեր է ասում Եփեսացիս հավատացյալներին։ Նրանց քրտնաջան գործի համար, համբերության համար եւ նրանք, որ չէին թուլացել, մնացել են քաջ։ Եթե Քրիստոսը միան դա գրեր այս եփեսացիների եկեղեցին, նրանք կարող էին շատ հպարտանալ իրենցով, թե կատարյալի արդեն հասել են։ Սակայն եփեսացիները հպարտանալու տեղ չունեին, նրանք թողել էին իրենց առաջին սերը։ Նրանք այնքան են տարվել գործերով, որ սկսել էին մոռցել էին Քրիստոսի սերը, Աստծո սերը։ Այն մեծ խանդավառությունը ու սերը, որ նրանք ունեին իրենց քրիստոնեական կյանքում, այժմ սկսել էր մարել։ Առաջուց լավին սկսել,
լավին պայքար է, որ այդ կեղծությունը չմտներ եկեղեցի, բայց արդյունքը դարձել է, որ իրանց սերը մարել էր։ Երբ Աստծո եւ ընկերոջ հանդեպ ունեցած սերը պակասում է, մեր բոլոր մյուս գործերը ապարդյուն են դառնում։ Համաձայն եք թե չէ։ Առաջի Կորինթացիս 13-րդ գլխի առաջի երկրորդ համարներում եւ գրված է. եթե մարդկանց ու ռեշտակների լեզու խոսես, բայց սեր չունենաս, ձայն տվող պղնձի նման կլնես հնչեցնող ծնծղանի նման։ Եթե նույնիսկ մարգարություն ունենաս, հասկանաս ամեն խորհուրդ եւ ամեն գիտություն, եթե նույնիսկ հավատք ունենաս լեռները տեղափոխելու, բայց սեր չունենաս, ոչինչ ես։ Սա աստվածային սիրո մասին է խոսքը, ժողովուրդ։ Նույնիսկ գրված է, եթե քո բոլոր ունեցած աղքատներին կերցնես եւ մարմինդ էլ արելու տաս, բայց սեր չունենաս, ոչինչ էլ չունես, ոչինչ հետ ամեն բան։ Հենց այդ սերը Եփեսացիս եկեղեցին կորցրել էր։ Եկեք երբեք չմոռանանք, թե ինչպես էինք սիրում Հիսուսին, երբ առաջին անգամ հավատացինք նրան։ Ճիշտ եմ ասում, թե չէ, ժողովուրդ։ Այն առաջի սիրո մասին է, երբ որ դուք լսացել եք Քրիստոսի մասին, որ քո համար կյանք է պատրաստել հավիտենական, երբ որ լցվել իր Աստծո սիրով, վառվում իր նրա սիրով, ոչ մի բան աչքից չէր գալիս, օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Այն ժամանակ մենք լի էինք ուրախությամբ, սիրով, նախանձախնդրությամբ, գոհունակությամբ, ուրախ զվարթ ման էր գալիս, կարծես անհոգ իր ամեն բանից։ Ահա թե ինչ էին կորցրել Եփեսացիս եկեղեցին, սերը կորցրել էին։ Եղբայրներ, քույրեր, եկեք հարցնենք մեզ, թե մենք պաղել է մեր այդ ուրախալի հաղորդակցությունը, սերը, որ սկզբում ունեին Քրիստոսի հետ։ Եթե այո, Հիսուսը, մենք հիշում ենք ինչ ասավ, միտքդ բեր, որտեղից ընկար եւ ապաշխարե եւ առաջվան գործեր նրա։ Միտքդ բեր, թե որտեղից ընկար եւ առաջին գործեր նրա։ Սերը շատ կարևոր է եկեղեցու համար։ Օրհնյալ է մեր Աստծո անունը։ Հիշիր, երբ որ դու Տիրոջ եւ ընկերոջ քո ամբողջ սրտով էիր սիրում, երբ դու սիրով էիր լեցված, եթե կորցրել ես, ապաշխարիր եւ վերադարձիր քո սիրուն։ Եվ մենք կարդում ենք շարունակության մեջ, որ գրված է. եթե ոչ կգամ եւ քո աշտանակը տեղից կշարժեմ, եթե չապաշխարես, եթե չվերականգնվի քո սերը, քո աշտանակը տեղից կշարժեմ, Տերն ասում։ Այսինքն բավական չէ լոկ գիտակցել, թե թողել ենք նախքին սերը, այլ նորից պետք է սկսենք սիրո գործեր կատարել, ով համաձայն է թող ասա ամեն։ Թող Աստծո անունը փառավորվի։ Հələ քանի որ քո աշտանակը չի շարժվե, վերադարձի քո առաջվա սիրուն։ Սերը պետք է սիրո գործերում դրսևորվի, առանց որի սեր չկա։ Այո, սերը գործերով պետք է ցույց տաս, որ սիրում ես։ Դրա համար ուզում եմ կարդալ առաջի Հովանու 3-րդ գլուխ 16 համարը։ Ասով գիտցանք Քրիստոսի սերը, որ անիկա իր կյանքը մեզի համար տվավ, մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրներու համար տալ մեր կյանքը։ Բայց նա, որ աշխարհի բարիքն ունի եւ իր եղբորը բանի մը կարոտ կտեսնե, իր գութը նրանից կծածկե, ինչպես Աստծո սերը նրա մեջ բնակած կլա։ Ոչ թե խոսքով ու լեզվով իրար սիրենք, այլ գործով եւ ճշմարտությամբ։ Թող Աստված փառավորվի։ Այո, Աստված ուզում է ոչ թե
խոսքով, լեզվով սիրենք, ասենք սիրում ենք, այլ գործով ապացուցես, որ դու սիրում ես։ Դրա համար ես ուզում եմ միտեղ մեջ բերել Բիլի Գրեմի խոսքերից։ Քրիստոնեական սերը պարզապես բառեր չէ, այլ գործողություն է Տիրոջ կամքը կատարելու հնազանդություն։ Փառք մեր Տիրոջը։ Այո, քրիստոնեական սերը լոկ բառեր չէ, որ ասես ու վերջ, այլ գործով պետք է ապացուցես, որ սիրում ես։ Թող Աստված փառավորվի։ Եվ վերջում 7-րդ համարում գրված է նա որ կհաղթի, նրան ուտել պիտի տամ կենաց ծառից, որ Աստծո դրախտի մեջ է։ Ով որ կհաղթի, նորից կդառնային աստվածային սիրուն, Աստված մեզ խոստում է պարգևում, փառք իրանը։ Հիմա ես ուզում եմ կարդալ Պերգամոնի եկեղեցուն ուղված թուղթը։ 12 խոսքից նույն գլխի Պերգամոնի մեջ եղած եկեղեցու ռեշտակին գրե, այսպես է ասում Անիկա, որ սրած երբերան սուր ունի։ Գիտեմ քո գործերդ, թե ուրիկ բնակ ես, սատանայի աթոռին եղած տեղը, և իմ անունս կպահես, և հավատքս չուրացար այն օրը, երբ որ իմ Անտիպաս ծառաս հավատարիմ վկաս սպանվեցավ ձեր մեջ, ուր սատանան կբնակի։ Բայց քեզի դեմ մի բան ունեմ, որ Բաղամի վարդապետության հետևողներ կան։ Բաղակին սովորեցրեց Իսրայելի որդներու առջև գայթակղություն դնել, որպեսզի նրանք կուռքերի զոհվածներ ուտեն եւ պոռնկություն անեն։ Եվ սրանից բացի Նիկողոսյան վարդապետողներն էլ ունես, որը ես կատեմ։ Ուստի ապաշխարե, եթե ոչ շուտով պիտի գամ քեզ եւ իմ բերանի սրով պիտի պատերազմեմ անոնց հետ։ Անորական ջունե թող լսե հոգին ինչ է ասում եկեղեցիներին։ Ով որ կհաղթե, պահված մանանայեն պիտի ուտել տամանոր, ճերմակ խիչ պիտի տամանոր, այն խիչի վրա նոր անուն գրված, որ մեկը չի գիտեր, բայց միայն նա որ կընդունի։ Ամեն։ Պերգամոնին ուղված նամակը։ Հիսուսը Պերգամոնին եկեղեցում գովեստի խոսքեր է ասում, իմ անունը սպահեցիր, իմ հավատքս չուրացար, թեկուզ դու լավ տեղում չէիր ապրում։ Այն տեղում էր, որտեղ սատանայի գահն էր, որտեղ դժվար էր Աստծո անունը պահելը, բայց դու պահեցիր իմ անունս և չուրացար։ Որից հետո մատնացույց է անում այն թերությունները, նրանք թույլ են տվել Բաղամի կեղծ ուսմունքը մուտ գործի իրենց եկեղեցում։ Մենք կարդացինք, որ Բաղակին սովորեցրել էր, այսինքն Մոաբացիներին սովորեցրել էր, որ նրանք կուռքերի միս ուտեն և անառակություն անեն։ Գայթակղություն էր դրել նրանց առաջ, որը գրված է Թվոց 25-րդ գլխում։ Մենք գիտենք, որ այդ պատճառով Իսրայելը ահագին կոտորվավ։ Բաղամի ուսմունքը և Նիկողոսյանների վարդապետության կեղծ ուսմունք էր, մոլորություն էր, որ մարդկանց տանում էր Աստծո հանդեպ անհնազանդություն, չաստվածներին և աշխարհի անբարո ցանկություններին հետևելու, որ Աստված ատում էր խիստ։ Եվ 16 համարում գրված է Քրիստոսն ասում է, որ բոլոր կեղծ ուսմունքների դեմ կելնեմ իմ բերանի սրով։ Կեղծ ուսուցիչները ոչ միայն դատաստանի վերջին օրն են պատժվելու, այլ նաև այս կյանքում են պատժվելու։ Թեև միայն Պերգամոնի եկեղեցու մի քանի անդամներ էին նմանատիպ կեղծ ուսմունքների հետևողները, այնուամենայնիվ բոլորն էլ մեղավոր էին, քանի որ իրենց միջից չէին վռնդել այդ ուսմունքը։
կեղծուսուցիչներին հանդուրժել էին նրանք։ Այսպիսով նրանք թույլ էին տվել, որ պղծությունը արմատ գցի իրենց եկեղեցում։ Նրանց մեղքը Եփեսոցի եկեղեցու մեղքի հակառակ տեսակն էր։ Եփեսացիս քրիստոնյաները կեղծուսմունք չէին ընդունել, չէին հանդուրժել, դեմ էին կացել, շատ խիստ էին վերաբերվել եւ մաքուր էին մնացել, բայց կորցրել էին իրենց սերը։ Իսկ Պերգամոնի քրիստոնյաները չէին կորցրել իրենց սերը, բայց կորցրել էին իրենց մաքրությունը եւ սրբությունը։ Պղծությունը մտել էր եկեղեցի մեջ, որից զզվում էր Աստված։ Այս երկու եկեղեցիներն էլ Տերը կոչ է անում ապաշխարել։ Թողել են բաները, որ Աստծուն անհաճելի է։ Շտկվել իրենց թույլ կողմերը եւ հաղթողներին Աստված խոստանում է պարգև։ Օրհնյալը մեր Տիրոջ անունը։ Այս եկեղեցու կարևոր հատկություններն են։ Առանց սիրո քո բոլոր գործերը անիմաստ են եւ անօգուտ։ Եվ առանց սրբության ոչ ոք Տերը պետք է չտեսնի։ Ամեն։ Թող Աստծո անունը փառավորվի։ Աստված դրել էր իմ սրտի մեջ դրա մասին ասելու։ Այսօր չգիտեմ, եթե Աստված գրելու լներ մեր եկեղեցու հանդեպ ինչ կգրեր, հավատում եմ գովեստի խոսքեր էլ պիտի ասեր։ Բայց միաժամանակ հանդիմանության խոսքեր էլ պիտի ասի Տերը։ Մենք պատրաստ ենք այդ հանդիմանություններն ընդունելու, թե չէ։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը։ Թող Աստված օրհնի, որ այդ սիրո գործերը մեր մեջ մշտական լինեն, ժողովուրդ։ Առանց սիրո քո բոլոր գործերը անիմաստ են եւ անօգուտ են։ Եթե սիրուց չի բխում, ոչինչ էլ չի ստացվի։ Եվ առանց սրբությաներ ոչ մեկը Տերը պետք է չտեսնի։ Ամեն։ Թող Աստված փառավորվի։ Եկեք ոտքի կանգնենք, աղոթենք, ասենք Տեր Աստված, ուզում ենք, որ քո աստվածային սերը եւ սրբությունը մեր եկեղեցու առաջի տեղում լինի։ Համաձայն ես թե չէ։ Կենթանի արարի չզոր եւ պատվելի Հիսուս Քրիստոս։ Մենք մեծարում ենք քո անունը, օրհնում ենք Գահ Դավիթյան, Բարձյալի որդի։ Շնորհակալ ենք, որ դու մեր աղոթները լսում ես եւ քո բարի պատասխանն ես տալիս, կենթանի արարիչ։ Օգնի ամենակարող Աստված, որ այս մոլորությունները երբեք չմտնեն նախ մեր եկեղեցի Տեր։ Եվ խնդրում ենք Տեր Աստված իմ, թող քո սիրո գործերը մեր կյանքում ամեն անգամ երևնան, Տեր։ Եվ քո սրբությունը քո եկեղեցու համար առաջի տեղում լինի, կենթանի Աստված։ Օրհնի քո եկեղեցին, զարդարի քո զորությունով, Տեր, քո օծությունով, թարմությունով, կենթանի Աստված։ Անունդ փառավորվի Հայր Հիսուսի անունով, ամեն։